Իդեպ Փաշինյանի սրտի մի քանի հոգևորականներ, որ միացել են հակաեկեղեցական արշավին, հանդես են եկել ամենայն հայոց կաթողիկոսին հանգստի ուղարկելու հայտարարություններով։ Այդ ցանկում են հոգևորականներ, որոնց մասին տարիների վեր շրջանառվել են հոգևորականին ոչ վայել տեղեկություններ, կոռուպցիայի, շքեղ ապրելակերպի, կուսակրոնության ուխտը խախտելու եւ այլնի մասին։ Ընդ որում այն նույն հոգևորականները, որոնց դեմ բազմիցս ելույթ են ունեցել այս իշխանության ներկայացուցիչները։ Փաշինյանը փաստորեն եկեղեցու դեմ գրոհում է այնպիսի հոգևորականներով, որոնք ըստ զանազան եւ չհերկված տեղեկությունների առաջինը պետք է լքեն եկեղեցին։ Հատկանշական է, որ ոչ միայն եկեղեցին, այլև մնացյալ բոլոր ոլորտները Նիկոլ Փաշինյանը բարեփոխում է ներսի վատագույն կադրերով։ Բանակում ընտրեց այնպիսի պաշտպանության նախարար, ում հեռացրել էին բանակից գեներալի ուսադիրները հանելով։ Նրան էլ փոխարինեց զինվորական գործին ոչ տեսականորեն, ոչ գործնականորեն տիրապետող, բայց ԿՊԱ-կան կադրով։ Այսպես ամեն ոլորտում առաջին պլան մղելով միջակներին հասան մի իրավիճակի, երբ մասնագետները փաստում են առողջապահության, կրթության, անվտանգության, դիվանագիտության եւ բոլոր ոլորտների քանդումը։ Սա է բարեփոխում ըստ Փաշինյանի՝ վատագույն կերպարներ, վատագույն սցենարներ, արհամարհված ժողովուրդ, կորսված հայրենիք, բայց կարևորը՝ պինդ պահված աթոռ։